Ես ողջունում եմ ձեզ Ֆրանսիայից, լալան փորձում եմ միանալ, Ֆրանսիայից մեծ քաղաքից եմ ձեզ ջերմ ողջունում, մեզ միացան Երևանից, Հայաշպի ներկայացի, որ քաղաքից ես մեզ միացել, Ես Գյումրիից, Լալա Սարգսյան, որ քաղաքից ես մեզ միացել, Ես բարի առավոտ բոլորին, մտել եմ Տավուշի մարզից, գյուղ հաղթանակից, քաղաքից չէ, գյուղ հաղթանակից։ Ընտիր, դա ավելին է քան քաղաքը, անունն արդեն ասում է։ Ահա, Երևանից են միացել, Երևանից։ Մեր հետաքրքիր է իմանալ, որտեղից են մեզ լսում։ Գրեք, խնդրում եմ, ովքեր մեզ լսում են, որ քաղաքից են մեզ միացել, իսկ մենք սկսենք, սիրելիներս ջերմ ողջունում եմ ձեզ, այսօր ունենալու ենք շատ անկեղծ ուղիղ եթեր, որովհետև իմ հյուրերը լինելու են երկու հրաշք աղջիկներ, տարբեր պատմություններով, իրականում բավականին տարբեր, բայց մեզ բոլորիս այստեղ համախմբել է մեկ գաղափար, ինչի մասին այսօր կկիսվենք, կխոսենք, ուզում եմ ձեզ ներկայացնել Լալա Սարգսյանին, մարդ, ով ունի բավականին երկար ճանապարհ Stability ընկերությունում, կպատնի իր փորձի մասին, իր մասին, բավականին երկար ճանապարհ է անցել, իսկ Հայաշպի Սիմոնյանը բավականին կարճ ժամանակահատված է, որ ընկերությունում է, բայց շատ բովանդակալից, որովհետև կան մարդիկ, ովքեր այս ընկերությունում բավականին ավելի քան երկար ժամանակ են, բայց այդքան բովանդակալից չի եղել իրենց գործունեությունը այս ընկերությունում։ Դրա համար աղջիկներ ողջունում եմ ձեզ, սիրելի գործընկերներ, հարգարժան իմ հյուրեր, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ չմերժեցիք իմ հրավերը։ Մի փոքր եւս մեկ անգամ ներկայացեք, ով եք դուք, որ քաղաքից, այդուհետ կպատասխանեք իմ հարցերին։ Խնդրեմ, Լալա ջան։ Ուրեմն ինչպես խոսքը ինձ ուղեցիր Նունե ջան, սկիզբը սկսեմ ես Լալա Սարգսյանն եմ, գրեթե 3 տարի, շուտով արդեն կասեմ ուղիղ 3 տարի է համագործակցում եմ ընկերության հետ, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինչպես նշեցի, Տավուշի մարզից եմ, գյուղ հաղթանակից եմ նոյեմբերյանի շրջանի, բազմազավակ մայրիկ եմ, նաև համատեղում եմ աշխատանքը ընտանիքիս հետ։ Առայժմ այսքան։ Լալա ջան, պատմիր այդ դեպքում միանգամից ինչպես սկսվեց քո ճանապարհը Stability-ում, շատ կարճ ու անցնենք առաջ։ Միշտ շեշտում ես շատ կարճ, որովհետև գիտես, ես շատ երկար եմ պատմում, երբ որ սկսում եմ խոսել, ավարտը չի երևում, հա։ Բայց ինչպես է սկսվել իմ ճանապարհը Stability ընկերությունում, շատ պատահական, երևի ճակատագիր էր, հա։ Վայրկյանական որոշման արդյունքում, ուղղակի վստահության արդյունքում, կարող եմ ասել, մարդուն վստահելու արդյունքում, ընկերության մասին ոչ մի ինֆորմացիա չեմ իմացել, բայց մարդուն վստահելու արդյունքում ես հայտնվել եմ այստեղ, այսինքն այն մարդու, ով ինձ բերել է ընկերություն, իմ մտերիմ ընկերուհին էր, ուղղակի իրան վստահելով եկել եմ ընկերություն, ինչի համար շատ շնորհակալ եմ հենց իրեն։ Շնորհակալություն, դեռ կիմանանք այդ մասին, կխոսենք այդ մասին։ Հայաշպի ջան, պատմիր մի քիչ քո մասին, որ քաղաքից ես ինչով ես զբաղվում ու ինչպես իմացար ընկերության մասին ու ինչը ներշնչեց քեզ միանալ այս ընկերություն։ Ես Սիմոնյան Հայաշպին եմ, քաղաք Գյումրիից, ընկերությունում մոտ 3 ամիս է ինչ գտնվում եմ, շատ պատահական եմ եկել, ոնց նշեց Լալա Սարգսյան, ինքը եկել է մտերիմ ընկերուհու շնորհիվ, ես եկել եմ շատ պատահական, եկել եմ հենց քո շնորհիվ, բայց ծիծաղելուն այն է, որ քեզ այդ ընթացքում ընդհանրապես չեմ ճանաչել։ Ընդհանրապես քեզ չեմ ճանաչել, բայց չգիտես ինչի ներքին ձայնով վստահել եմ ու այդպես մուտք եմ գործել ընկերություն։ Իմ մայրիկի Ինչու վստահեցիր, ինչը քեզ վստահություն ներշնչեց, որ որոշեցիր, որ պետք է միանաս, որովհետև եթե Լալան եկել էր իր ընկերուհու, մտերիմ ընկերուհուն էր վստահել, իսկ դու ընդհանրապես ինձ չէիր ճանաչում, հա, ես եմ քեզ հրավեր արել, ինչն էր քեզ վստահություն ներշնչում։
Երևի ամենաառաջի փաստը նա, որ ընկերությունը ինքը բաց ընկերություն է։ Այսինքն դու այնտեղ ճանաչում ես բոլոր գործընկերներին։ Դու մուտք չես գործում այնտեղ ու աշխատում մենակ։ Դու այնտեղ ճանաչում ես բոլոր լիդերներին, ճանաչում ես անգամ պրեզիդենտին, բոլորի հետ կապի մեջ ես լինում ցանկացած ժամի, քեզ հուզող բոլոր հարցերի ժամանակին պատասխան ես ստանում, երևի հիմնական պատճառներից մեկը հենց դա էր, որ ինքը այսպես ինչ-որ ընկերություն չի էլի, շատ բաց է։ Այսինքն երբ տեսար համախմբվածություն, տեսար թիմ ու տեսար մարդկանց, ճիշտ եմ հասկանում։ Ահա, շատ լավ։ Շնորհակալ եմ։ Լալա ջան, դու բավականին երկար ճանապարհ ես անցել, ունես մեծ հաղթանակ, ես դա շատ մեծ հաղթանակ եմ համարում, բայց քո կյանքում դա թող լինի ամենափոքր հաղթանակը։ Շնորհավորում ենք քեզ ավտոմեքենայի կապակցությամբ, ավտոպրոգրամ ես դու արել, ստացել ես մեքենա ընկերության կողմից, ինչը անչափ ուրախալի է բոլորիս համար։ Հայաստանում թվով 6-րդ մեքենան քոնն է եղել։ Ասա, խնդրեմ, երբ առաջին անգամ իմացա ավտո ծրագրի մասին, որ կա այդպիսի ծրագիր էս ընկերությունում, հավատացիր, որ դա իրոք հնարավոր է, թե ոչ։ Հավատալը առհասարակ, այսպես ասեմ, ամեն բանի չի, որ հավատում եմ իրականում, բայց մի տեսակ ամենասկզբից նշեցի, որ մարդուն վստահելով եմ եկել ու երբեք չեմ դադարում փորձել, բայց որ հնարավոր էր նման այս պահին ինձ համար փոքր, բայց այն ժամանակ խոշոր ձեռքբերում ունենալ, մի տեսակ հավատը բնականաբար ներշնչում էր։ Այսինքն, երբ որ ես վստահել էի մարդուն ու եկել էի այդ մարդուն վստահելու արդյունքում, բնականաբար այդ տվյալ մարդու տված հնարավորությանը ես էլի հավատում էի։ Այսինքն, եթե կար հնարավորությունը, եթե ասվում է, այսպես ասեմ, եթե ասվում է, ուրեմն հնարավոր է, Բայց իրականում այդ ժամանակահատվածում դեռևս Հայաստանից մեքենա ոչ մեկ չէր ստացել ընկերության կողմից, բայց երևի ներքին ձայնն էր, որ ստիպում էր հավատալ, որ հնարավոր է այդպիսի բան, ու ես արդեն իսկ ինձ ներշնչել էի, որ այդպիսի բան հնարավոր է, ես դեռ պատրաստ չէի անելուն, այսինքն հոգեպես պատրաստ չէի, բայց որ հավատում էի հնարավորությանը, դա փաստ է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հայար, մի հարց քեզ, ուրեմն դու շատ կարճ ժամանակահատված է, որ ընկերությունում ես, բայց հասցրել ես մասնակից լինել մի շատ կարևոր իրադարձության, հանդիպել ես ընկերության նախագահի հետ, ով եկել էր Հայաստան, մեծ հանդիպում էր Երևան քաղաքում ու դու չնայած որ նոր էիր մուտք գործել ընկերություն, որոշեցիր, որ պետք է գնաս, այդ մեծ միջոցառմանը ներկա լինես ու հանդիպես ընկերության նախագահի հետ։ Պատմիր, խնդրեմ, քո զգացողությունների մասին, քո մտքերի մասին ու ինչն էր քեզ ոգեշնչում, որ դու պետք է գնայիր այդ հանդիպմանը, որովհետև դու նոր էիր ու շատ բան չէիր պատկերացնում, ընկերության մասին։ Պատմի մի քիչ քո հանդիպման մասին ընկերության նախագահի հետ։ Խնդրեմ։ Լեջան, ոնց նշեցիր, նոր էի ընկերությունում ու գրեթե, այսպես ասած, տեղեկ գաղափար չունեինք իրենից ինչ է ներկայացնում։ Հնարավոր է օնլայն տարբերակներով դասընթացների ենք մասնակցել, գործընկերների հետ հանդիպումներ ենք ունեցել, բայց երբ որ դու այդպիսի մեծ միջոցառմանը առաջին անգամ ես լինելու, դա ավելի մեծ հնարավորություն է քեզ տալիս, որպեսզի ավելի մեծ պատկերացում կազմես, թե կոնկրետ խոսքի ինչի մասին է գնում։ Այնտեղ անձամբ պրեզիդենտն է ներկայացնում կոնկրետ ընկերությունը, ինչ է իրենից ներկայացնում, որտեղից ես դու քո եկամուտները ստանում, ինչ կերպ ես դու ստանում, ինչպես ես գումարն աշխատում, դա էլ է վստահության մի մեծ մաս կազմում, որ ավելի վստահ ես, որ ճիշտ որոշում ես դու կայացրել։ Նաև այնտեղ հանդիպում ես գործընկերներին, որոնց ընդհանրապես չես ճանաչում, նոր շրջապատ ես մտնում, նոր ընկերներ, գործընկերներ ես ձեռք բերում, քեզ այնտեղ շատ հուզող հարցեր կա, որի պատասխանները դու հենց այնտեղ տեղում հստակ կարող ես ստանալ։ Հայրպի, փոխվեց քո վերաբերմունքը այդ հանդիպումից հետո բիզնեսի ու ընդհանրապես քո աշխատանքի վերաբերյալ։
Շատ, որովհետև այդ ընթացքում ինձ թվում է ոչ միայն ինձ մոտ, այլ ցանկացած նոր եկած մարդու մոտ բացեր շատ կան, հարցականներ շատ կան, մի թեթևեր նաև անվստահություն կա։ Բայց երբ որ այդպիսի միջոցառման ես մասնակցում, հանդիպում ես լիդերների հետ, պրեզիդենտի հետ, այդ բացերը բոլորը լրանում են։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սարգսյան, հարց քեզ, վերադառնանք քո մեքենային, իմ ամենասիրած թեման է, ուզում եմ հնարավորինս շատ իմանան մարդիկ քո էմոցիաների մասին, քո հաղթանակների մասին, որովհետև սա միայն քո հաղթանակը չի, սա նաև անձամբ քո թիմի աշխատանքն է, քո գործընկերների, քո լիդերների հաղթանակն է ու ինչու՞ չէ նաև այն գործընկերների, ովքեր ընդհանրապես կապ չունեն քո հետ, հա, բայց միավորված են մեկ գաղափարի, ստաբիլիտի կամպանիայի գաղափարի շուրջ, դրա համար ինչ զգացիր այն պահին, երբ ստացար քո մեքենան, պատմի մի քիչ այդ մասին ու նաև թե ինչպես փոխվեց քո կյանքը։ Ինչ զգացի այդ պահին, այդ պահի զգացողությունները, եթե հիմա փորձեմ ես նկարագրել, նախ սկսենք այն պահից, երբ որ հայտարարվեց իմ մեքենան, կարծեմ հայարփինել էր այդտեղ այդ օրը, ճիշտ եմ, չէ, հայարփի, Գյումրիում երբ հայտարարվեց։ Չէ, հանդիպանը չեմ եղել, բայց տեսել եմ։ Ուրեմն նոր գործընկերներից ինչ-որ մեկը եղել է, երբ Գյումրիում Արփինե Սարգսյանը հայտարարեց մեքենան, իհարկե ես 5 ամիս շարունակ պայմանը պահել էի, բայց այդ էմոցիաները, երբ որ բնականաբար շատ մարդիկ չգիտեին, երևի հաշված թվով մարդիկ գիտեին, ու երբ հայտարարվեց մեքենան, իրական ես ուժեղ մարդ եմ, բայց թե հենց այդ պահին էմոցիաները այն որ կոկորդս խեղդում էին, հա, այն որ ես իրականում ինչի էր այդ էմոցիաները, իհարկե մենք մեքենա ունեինք, բայց երբ որ ես բարձրաձայնել էի վաղուց, բոլորին ասել էի ես մեքենան վերցնելու եմ, որովհետև ինձ չէին հավատում, ի սկզբանե ասում էին սուտ է էլի, լուրջ գործով զբաղվի, ու ես իրոք սկսել էի լուրջ գործով զբաղվել, այսինքն այստեղ լուրջ գործունեություն ծավալել, իրենք ճիշտ էին, բայց երբ որ ես արդեն կատարել էի այն, ինչ որ վաղուց հայտարարել էի, որ անելու եմ, հենց այդ հաղթողի կարգավիճակից նայելը, հա, ինձ իրականում պետքա ուժեղացներ, բայց թե այդ պահին ինչի այդպես էմոցիաները թուլացրեցին, դա մինչև այսօր չեմ հասկանում, որովհետև ճակերտավոր ասած ես այդ լացկանը չեմ, հա, այն որ ինքն էլ բոլորի ներկայությամբ հուզվեմ, բայց իրականում զգացողություններ էլի եմ ասում, աննկարագրելի են, իսկ ինչը փոխվեց իմ կյանքում, երևի միակ բանը, որ փոխվեց, դա մարդկանց վերաբերմունքն է իմ աշխատանքի հանդեպ, ինչին որ ես ձգտում էի, հա, ինչի համար որ պայքարում էի, իհարկե ինձ հավատում են, բայց հավատը իմ ընկերության, ինչի եմ ասում իմ ընկերության, որովհետև սա համարում եմ իմը ու յուրաքանչյուրինս, եթե ամեն մեկս ընկերությունը համարենք իմը, այսինքն մերը, բնականաբար շատ բան կփոխվի ու ուզում էի, որ փոխվեր մարդկանց վերաբերմունքը իմ ընկերության, իմ աշխատանքի հանդեպ, միակ փոփոխությունը դա է եղել, ուրիշ ոչ մի փոփոխություն, ես իմ կյանքով ապրում եմ, ես իմ գործունեությունը շարունակում եմ, ուղղակի կարծիքը իմ ընկերության հանդեպ, ամենակարևորը շատերի վերաբերմունքը փոխեցի։ Շնորհակալ եմ, իրականում ովքեր մեզ լսում են ու չեն տեսել Լալայի այդ պահը, որ հայտարարվեց, որ ինքը մեքենա է ստանում, ասեմ, որ միայն քո հուզմունքը չէր, որ երևում էր քո լիդերի հուզմունքը, ով հայտարարեց մեքենայի մասին, ինքը նույնպես պատմում էր, որ ուզում եմ հայտարարել, բայց դողում եմ, այդ պահին նույնիսկ, որ պետք է հայտարարեմ, ու հաջորդիվ, ասում է, Լալա Սարգսյանի լացը շատ էմոցիոնալ էր, շատ գեղեցիկ էր, իրականում ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ ու բնական ու իրոք հավատում ես, ինչքան այդ քո հուզմունքի մեջ, ինչքան աշխատանք կա, ինչքան սեր կա, ինչքան
տանջանք կա, հա, որովհետև հեշտ չի, որովհետև այն ճանապարհը, որ դու անցել ես ու այսօր վայելում ես քո հաղթանակը, դա հենց այնպես չի եղել, հա, միանգամից, որովհետև ընկերությունը լուրջ ընկերություն է, որովհետև ընկերությունը չի զբաղվում խաբեությունով, ընկերությունը չի խոստանում բարձր տոկոսներ ու բարձր միանգամից ինչ որ այսպես եկամուտ, դա տարիների արդյունք է։ Իրոք նայում ես ու հասկանում ես, թե ինչքան մեծ աշխատանք, տիտանական աշխատանք կա այդ քո հուզմունքի մեջ։ Շնորհակալ եմ շատ, Հայաշ ջան, լսում ես այս մասին, վստահ եմ տեսել ես դու էլ ու որպես նորեկ տեսնում ես, թե ինչքան մեծ հաղթանակներ է քեզ սպասվում, հա, դու ուր ես գնում, որովհետև երբ կա մեկը, կան մարդիկ, հատկապես երբ որ դա մեկը չեն, կան մարդիկ, ովքեր գնում են քո դիմացից ու դու նախորոք տեսնում ես, թե իրանք ուր են գնում, հա, ու դու իրանց հետևից ես գնում, դու հասկանում ես, տեսնում ես, որ դու էլ ես այդ տեղը գնում, հա, ընկերությունը հնարավորությունն է տալիս բոլորիս նույնը, հա, ավտո ծրագիրը միայն Լալա Սարգսյանի, միայն Աշպինեի ու միայն այն 6 մարդկանց համար չի, ովքեր ստացել են այդ մեքենան, հա, բոլորիս համար այդ ծրագիրը, հարց մենք կօգտվենք դրանից, թե ոչ, հա, հիմի հարցը ուղղում եմ քեզ, դու տեսնում ես այս ամեն ինչը կարճ ժամանակում, բայց տեսնում ես մեծ հաղթանակներ, հա, ինչ ծրագրեր, ինչ պլաններ ունես մոտակա մի քանի ամիսների հետ, հա, ինչ ես պլանավորում անել, ունես արդյոք կոնկրետ նպատակ, որին դու գնում ես, պատմիր մեզ։ Իհարկե, նպատակ կա զարգանալու, առաջ գնալու, որ նոր ես գործում այս ընկերություն, շատ բաներ կա, որ տեսնում ես, անվստահություն կա, էլի, քո մեջ ասում ես, լավ, արդյոք ես կարող եմ սա անել, սա հաստատ դժվար է, բայց հետո, երբ արդեն տեսնում ես քո լիդերների, քո գործընկերների հաջողությունները, դրանից դու ավելի մոտիվանում ես, ուժ ես ստանում, ավելի համարձակ ես դառնում ու ասում ես, լավ, եթե իրենք կարողացել են անել, քեզ ի՞նչն է խանգարում, որ դա անես։ Ինչ որտեղ նաև խանգարում է շրջապատի անվստահությունը, ոնց նշեց Լալա Սարգսյանը, ինձ էր կողքից ասում են, թե սա ինչ ես անում, դա մոտիվացնելու փոխարեն ինչ որտեղ կոտրում է քեզ, որ ավելի չեմ վստահում, բայց հետո ես իմ մեջ երկու ես կա, որը պայքարում է, մեկը ասում է պիտի անես, մյուսը ասում է պիտի հանձնվես, բայց երևի ավելի ուժեղ է գտնվում են եսը, որը ասում է պիտի անես, ու պիտի անեմ, ապացուցեմ, որ կարողացել եմ, որ ուղղակի սա հենց այնպիսի աշխատանք չի, անիմաստ աշխատանք չի, ուղղակի որ մտնում ես մեջը արդեն դու ես էլի հասկանում, որ ինքը իրոք լուրջ է, լուրջ ընկերությունն է, լուրջ մարդիկ են այստեղ բոլորը, ուղղակի ինչ-որ մի կրկես չի էլի, գալիս գնում ենք։ Շնորհակալ եմ, հիմի կլսենք Լալա Սարգսյանին, քո այդ վերջի արտահայտության շարունակությունը, հարց Լալա Սարգսյանին, որպես լիդեր, հա, արդեն կայացած ունես մեծ թիմ, ինչով են տարբերվում այն մարդիկ, ովքեր գնում են առաջ ու այն մարդիկ, ովքեր հանձնվում են, ինչ կա, որ տարբեր են, հա, այդ մարդկանց մեջ, ինչով են իրանք տարբերվում, Լալա, ըստ քեզ դու ունես մեծ թիմ, վստահ եմ քո թիմում էլ կան մարդիկ, ովքեր քո հետ մինչև այս պահը քո հետ են ու եղել են այնպիսի գործընկերներ, ովքեր թողել են, ինչպես Հայաշպին ասեց, իր մեջ հիմի այս պահին այդ երկու եսն է ապրում, մեկը ասում է պիտի գնաս, որովհետև լավ տեղ ես գնում, մյուսը հետ է փորձում պահել, ոնց հաղթի Աշպիի այն եսը, որ գնա առաջ։ Ուրեմն տեսնունե ջան, առաջին հերթին, որպեսզի Արփին հաղթի գնա առաջ, ինքը ճիշտ ուղու վրա է, այսինքն իր ներսի երկու եսերը, երբ որ պայքարում են, համ էլ դա գալիս է բնավորությունից, իրականում ներսի եսերը, դրանք ուղղակի ուղեցույց են, հա, մարդու բնավորությունից է գալիս, երբ որ մարդը ձգտում ունի պայքարելու, հաղթելու,
բնականաբար այդ մարդը կհաղթի։ Ինչով են տարբերվում այն մարդիկ, բայց հայարփին ճիշտ ուղու վրա է, այնպես որ հետ չկանգնես, չթողնես առաջ անցնի այն եսը, որը քեզ հետ է պահում, իրականում այդ եսը առաջնորդվում է մարդկանց կարծիքներով։ Ինչի համար է այդ եսը առաջնորդվում, այսինքն երբ որ կողքից ասում են դա լավը չի, թող, դա քեզ պետք չի, դու չես կարող, ամենակարևորը, հա, դու չես կարող, դու չպետք է լսես իրանց, հա, որովհետև առաջին հերթին դու պետք է հավատաս ինքդ քեզ։ Եթե դու ինքդ քեզ չհավատաս, ուզում եմ ամբողջ աշխարհը քեզ հավատա, միևնույն է դու ոչ մի արդյունքի չես հասնելու, եթե ինքդ քեզ չհավատաս։ Իմ թիմում բնականաբար կան մարդիկ, շատ մարդիկ, ովքեր ի սկզբանե եկել են նպատակով, բայց ինչ որտեղ հետ են կանգնել իրենց նպատակից։ Ինչի համար, որովհետև իրենց նպատակը չի եղել նպատակ, ուղղակի եղել է երազանք հասնելու ինչ որ կետի, բայց այդ երազանքը չի բաժանվել քայլերի վրա ու դարձել հստակ ինչ որ կատարվող գործողություն։ Այդ մարդկանց ու առաջ շարժվող մարդկանց տարբերությունը միայն դա է։ Այսինքն երազել ու դնել նպատակ, դրանք տարբեր բաներ են, շատ տարբեր բաներ են։ Ու ամենակարևորը նշեցի, որ մարդու բնավորությունից է գալիս իր հաղթանակը։ Ես ինձ վրա միշտ օրինակը բերում եմ, ես ունեմ ապացուցելու հատկություն, հա, անգամ եթե ես սխալ եմ, միևնույն է, ես պետք է ապացուցեմ, որ ես ճիշտ եմ։ Ու չգիտես ինչպես, ես մեկը ապացուցում եմ, որ ես ճիշտ եմ, անգամ եթե ես սխալ եմ։ Ես գիտակցում եմ, բայց ես ապացուցում եմ, որ ես ճիշտ եմ։ Դա մարդու բնավորությունից է գալիս։ Անգամ եթե այս ընկերության մեջ հնարավոր չլիներ մեքենա վերցնել, միևնույն է ես կվերցնեի, որովհետև ես բնավորությամբ այդպիսին եմ։ Թե գումար աշխատելով, գումար կաշխատեի, կգնեի, թե կստանայի որպես նվեր, դա իմ բնավորությունն է ու ես փոխել չեմ կարող։ Պետք է մարդու բնավորությունից է գալիս։ Դու որպես օրինակ ոչ միայն քո թիմի համար ես օրինակ, հետևից գնում են, դու օրինակ ես շատերի համար, այդ թվում նաև իմ համար, ես ոչ մի անգամ չեմ թաքցրել իմ վերաբերմունքը ու իմ հիացմունքը քո նկատմամբ, Լալա ջան, որովհետև իրոք ցանկացած առիթի ժամանակ չեմ թաքցնում։ Ես երբեք, եթե մեկը կա իմ համար, ով օրինակ է, ում քայլերով, ում անցած ճանապարհով կուզենայի անցնել, հա, ով իմ համար որպես այսպես ուժեղ մարդու կերպար է, ես երբեք չեմ, ասենց ասած, վախենում այդ մասին խոսել, հա։ Երբեք չեմ թաքցնի, երբեք չեմ ասի, որ կուզենայի իրա նման անել այսինչ բանը։ Չգիտեմ, կան մարդիկ, ովքեր կասեն, ես ինձ եմ ուզում նմանվել։ Այո, ես եմ, բայց երբ որ ունես քո կյանքում հայտնվում են մարդիկ, ում դու կարող ես նայել, հա, դա մեծ բան է։ Ու շատ ուրախ եմ, որ մենք հակառակ ուղղություններ ենք, ընդհանրապես կապ չունենք բիզնեսի առումով իրար հետ, հա, երբեմն նաև դրա համար մենք պատժվում ենք մեր կուրատորների կողմից, որ շատ ենք շփվում իրար հետ, բայց դա միայն լավ բանի է բերում, որովհետև դա իմ բնավորությունից է գալիս, քո բնավորությունից է գալիս ու ընդհանուր գաղափարից է գալիս, որ չենք խանգարում մեկ-մեկու, ընդհակառակը դու օրինակ ես ու ոչ մի բան փոխել պետք չի քո մեջ, ոչ մի բան։ Վստահ ենք այստեղ մեր հյուրերից էլ գրեցին, որ հաջորդ լացից ժամանակ իրենք անպայման կլինեն, մեր գործընկերներից էին, շնորհակալ ենք շատ, ուզում ենք քո կյանքում այդպիսի լացերը շատ, միայն այդպիսի լացերը շատ լինեն։ Շնորհակալ եմ շատ, Հայարպի, ասա խնդրեմ, ամեն դեպքում դու շարունակում ես գործունեություն ծավալել ընկերությունում, չունենալով արդյունքներ, հա, ունենալով լիքը վախեր, կասկածներ, դեռ, հա, որոշ արդեն հաղթահարել ես, որոշների հետ դեռ նոր պետք է հաղթահարես, դա բավականին երկար ճանապարհ է ու դա նորմալ է։ Ամեն դեպքում ինչպես ես հաղթահարում քո այդ վախերը ու ինչն է քեզ ոգեշնչում, որ դու մնաս ընկերություն, սովորես, զարգանաս ու դուրս գաս արդյունքների, ինչն է քեզ ոգեշնչում։ Այս ընկերությունը իմ գիտեցած միակ ընկերությունն է, որ այստեղ բացի եկամուտ ստանալուց, նաև քեզ հնարավորություն է տալիս կրթվելու։
զարգանալու։ Այստեղ քեզ ուսուցանում են ինչպես ճիշտ վարես քո բիզնեսը, ինչպես ճիշտ թիմ ղեկավարես, ինչպես ճիշտ թիմ ձեռք բերես։ Նաև կան այնտեղ փուլեր, որը քեզ հնարավորություն է տալիս ուսուցանել նաև արտերկրում։ Ոգևորում է այն ուսուցումը, այն գիտելիքը, որ դու ստանում ես այս ընկերությունում։ Այդպես հաղթահարում նաև քո վախը։ Դու չես մտնում ես ընկերություն ու մնում այդտեղ։ Կանգնած մի տեղում չես մնում։ Ինքը քեզ հնարավորություն է տալիս։ Դու ճանաչես աշխարհը, տեսնես տարբեր մարդկանց, շփվես, սովորես, կրթվես։ Այդ ամեն ինչը քեզ ավելի է ոգևորում, որ դու էլ ուզենաս դրան հասնես։ Դե բնական է, դրան հասնելու համար պիտի նաև թիմ ունենաս, թիմ ձևավորես։ Հիմա այդ թիմ ձևավորելը մի փոքր շատ դժվար է դարձել։ Մի փոքր չէ, երևի շատ դժվար է դարձել կոնկրետ Հայաստանում, Հայաստանից դուրս չեմ կարող ասել, հիմա Հայաստանում շատ բարդ է, քանի որ շատ են խաբեությունները, երբ մարդուն առաջարկում ես արդեն ռեալ էս գործը, այսպես տատանվում են, էլի, ասում են, չէ, ինչ կլինի, վախենում ենք, բա որ խաբեն մեզ, բա որ կորցնենք գումարները, ինչ կլինի հետո, դե չես ընդունում ես այդ ամեն ինչը, բայց մինչև չմտնես այստեղ, չտեսնես ինչ ձևի աշխատանքներ են կատարվում, ինչ ձևի մարդիկ կան այստեղ, այդ ամեն ինչը այդ վախը քո մոտից չի անցնի։ Ճիշտ ես, Հայարպի ջան, վախի հաղթահարման ամենաառաջի պայմանը դա համապատասխան գիտելիքի բացակայությունն է, հա, ու դա կարող ես հաղթել միայն սովորելով, միայն իմանալով, միայն հարցեր տալով ու ստանալով քո հարցի պատասխանը։ Այո, որոշ մարդիկ վախենում են ու մնում են, իսկ որոշ մարդիկ վախենում են ու գնում են վախին ընդառաջ։ Փորձում են հասկանալ ինչի են վախենում։ Ու դու բավականին պրպտող տեսակ ես, այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ քեզ ճանաչել, դու պետք է սովորես, դու պետք է իմանաս, դու պետք է հարցեր տաս ու քո հարցերի պատասխանը ստանաս։ Լալա Սարգսյանը որպես լիդեր կասի, որ դա նաև այն որակական հատկանիշն է, հա, որ կտանի քեզ հաջողության։ Լալա ջան, ասա տեսնեմ, որոնք են քո անձնական սկզբունքները ու սովորությունները, որոնք օգնում են քեզ հասնել այդ արդյունքներին։ Խոսեցիր քո այդ համառության մասին, հա, որ դու պետք է գնաս մինչև վերջ, պետք է ապացուցես։ Հայարպին խոսեց իր գիտակցական լինելու մասին, հա, վախենում եմ, բայց գնում եմ, այսպես ասած, էլ ինչ սկզբունքներ ու հատկանիշներ կան, որ անհրաժեշտ են, որպեսզի ունենալ նման արդյունքներ, ինչ ունես դու կոնկրետ քո մասին, ինչ կա քո մեջ։ Ինչ կա ինձ մեջ գնահատում, որ հենց այս սովորությունների, սկզբունքների հետևանքն է իմ հաղթանակը, հա։ Եթե տեսեք իմ կոնկրետ հաջողության, իհարկե ես ամենասկզբից նշեցի, սա ամենափոքր հաջողությունն է, որ կունենամ ընկերության մեջ։ Իմ հաջողության միակ գաղտնիքը, երբ որ ես ինչ-որ տեղ, ինչ-որ պահի, ինչ-որ պատճառով թուլանում եմ, ես չեմ կանգնում տեղում կամ այդպես թուլացած վիճակով, հա, նախ ելք եմ փնտրում տվյալ իրավիճակից դուրս գալու համար, շատ չեմ պարփակվում, այսպես ասեմ, հա, ու ամենակարևորը փորձում եմ նորից, բայց ոչ մի ճանապարհով, այլ ճանապարհով եմ փորձում, որովհետև եթե այդ ճանապարհով ես թուլացա, ուրեմն դա չէր ճիշտ ճանապարհը։ Պետք է ես ուրիշ ելք գտնեմ։ Ու իրականում գտնում եմ, իսկ իմ հաջողությունը հիմնականում կապված է նրա հետ, որ ես անում եմ գործողություններ ու մշտական գործողություններ։ Ոչ թե մի օր անում եմ, 2 օր չեմ անում, 3 օր անում եմ, 4 օր չեմ անում, երբ հավես կունենամ, այն ժամանակ կանեմ, երբ ժամանակ կունենամ, այդ ժամանակ կանեմ, չէ, եթե ես դա պիտի անեմ, կապ չունի տեղը, ժամանակը, ունեմ, չունեմ, ինչ իրավիճակում եմ, ինչ կարգավիճակում եմ, միևնույն է պիտի անեմ։ Այսինքն իմ հաջողության հիմնական գաղտնիքը մշտական կատարվող գործողություններն են ու ցանկացած իրավիճակում ուժեղ մնալը։ Կապ չունի, որ օրինակ ներսից ինչ-որ պահի, ինչ-որ ձևով, ինչ-որ կարգավիճակով, իրավիճակով պայմանավորված մի փոքր թուլացել եմ, միևնույն է ես այդ թուլությունը չեմ բարձրացնում, հա։ Էդ է
Այսինքն ցույց չեմ տալիս այդ պահին իմ թուլացած վիճակը ու շարունակում եմ կատարել նույն գործողությունները, որովհետև գիտեմ, որ միակ հաջողություն բերողը դա անընդհատ կրկնվող գործողություններն են։ Նույնը փայտփորիկի պատմությունը, հա, որ մի անգամ կտուցով, ասենք, ծառին խփեց, ոչ մի արդյունք չկա, չէ։ Ինքը անընդհատ պետք է նույն բանն անի, որ կարողանա, ասենք, ծառի վրա ինչ որտեղ չասեմ վնաս տա, բայց ծառի վրա ինչ որ հետք թողնի, հա։ Նույնը մեր գործողությունների մեջ է, կոնկրետ իմ պարագայում։ Շնորհակալ բոլորին։ Այսինքն կարգապահությունը, հա, այդ անընդհատ գործողությունները, ինչը խոսում է քո կարգապահության մասին ու տրամադրության մարդ չլինելը։ Դու պետք է անես։ Շնորհակալ եմ, շատ կարևոր ու իրականում շատ կարևոր հատկանիշ է։ Հայաշպի դու ուշադիր լսի։ Լսում եմ։ Կարող ես գրառումներ անել, որովհետև իրոք մեծ պատիվ է լսել այն մարդուց, ով անցել է դժվար ճանապարհ ու կիսվում է իր հաղթանակների մասին, ինչ բոլորը նաև մենք պետք է ժամանակ անցնի, որ գանք այդ գիտակցության հասկանանք, որ պետք է մի քանի անգամ անել նույն բանը, ոչ թե մի անգամից հանձնվել, մարդիկ մեզ կիսվում են մեր հետ, հա, ասում են, որ էս է ճանապարհը, գնացեք այս ճանապարհով ու դա մեծ պատիվ է մեր համար ու շատ գնահատելի է, ինչի համար շնորհակալ ենք քեզ, Լալա ջան։ Ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր սկսել են, հա, ու դեռ կասկածում են, Լալա։ Ինչ խորհուրդ տամ, մի կասկածեք, հարգելի գործընկերներ, զուգահեռ կլինի, նույն ուղղության վրա կլինի, մենք ճիշտ տեղում ենք, ուղղակի հավատացեք ձեր ներքին ձայնին, ու ես վստահ եմ, որ ինչ որտեղ մեր ներքին ձայնը, իմ ներքին ձայնի մասին չի խոսքը, այն մարդկանց, ովքեր կասկածում են, հավատացեք թեկուզ այն փոքր ներքին ձայնին, որ դուք ճիշտ տեղում եք։ Իրականում չեմ կարող ինչ-որ բան ասել են մարդկանց, ովքեր կասկածում են ու ընկերության գործընկեր են, որովհետև եթե դուք հենց ի սկզբանե մուտք եք գործել ընկերություն, հաստատ ինչ-որ մի նպատակ, ինչ-որ մի երազանք, թեկուզ վստահություն, թեկուզ փոքր վստահություն ունեցել եք, չէ, ուրեմն հավատացեք դրան։ Այն կողքի կասկածները, ընթացիկ կասկածները, դա մեր շրջապատի խոսակցությունների արդյունքն է, ուրիշ ոչ մի բան։ Հենց իրենք են դրդում մեզ կասկածելուն, իրենք են դրդում, որ մենք սխալ տեղում ենք, իրենք են դրդում մեզ հետ կանգնել, ինչի համար են դրդում հետ կանգնել, որովհետև կտարբերվենք իրենցից։ Իրենց հարմար չենք լինի։ Ու իրականում կներես Նունե ջան, մի բան էլ ասեմ, մինչ ընկերության հետ համագործակցելը մեծ շրջապատ ունեի, հա, հենց այդ շրջապատի մասին խոսք գնաց, դրա համար եմ մեջբերումն անում, բայց երբ ընկերության հետ սկսեցի համագործակցել ու սկսեցի լուրջ գործով զբաղվել, որովհետև հորդորում էին, որ սա այն տեղը չի, որ ինձ պետք է, իրանց հետ շատ ավելի լավ է, ավելի հարմար է, ավելի կոմֆորտ է, ու հիմա այս պահին, այս պարագայում ես ինձ կոմֆորտ չեմ զգում հենց այդ շրջապատում, հա, որովհետև թե մտածելակերպը, թե հայացքները, թե, չգիտեմ, նույնիսկ թեմաները, հա, այն թեմաները, որ շոշափել ենք առաջ միասին, հիմա այդ թեմաները ինձ հաճելի չի։ Հիմա ես ինձ կոմֆորտ չեմ զգում, իրականում չեմ զգում։ Դա ոչ թե իրենք են վատը կամ ես եմ լավը, կամ չգիտեմ ինչ որ մի բան։ Ուղղակի, երբ որ փոխվում են քո հայացքները, քո մտահորիզոնը ավելի լայնանում է ու այդքանով չի սահմանափակվում, հա, դա է ստիպում, որ դու մի փոքր տարբերվես, մի փոքր, չգիտեմ, առանձնանաս, հա, ու հենց այդ մարդիկ կողքի կարծիքները հենց դրա համար չեն ուզում, որ հենց դրա պատճառով են ցանկանում ինչ որ կասկածանք, չգիտեմ, հետ պահել, հա, որպեսզի դու տվյալ մարդկանց շրջապատից քեզ հեռու չպահես, չտարբերվես, այսինքն հենց այդ մարդիկ թույլ չեն տալիս, որ դու դուրս գաս քո կոմֆորտ զոնայից։ Իսկ ես կյանքում ամենակարևոր բանը կոմֆորտ զոնայից դուրս գալն է, եթե ցանկանում ես ինչ որ հաջողության հասնել, ինչ որ կետի, որը որ երբևէ երազել ես, դա առաջին քայլը կոմֆորտ զոնայից դուրս գալն է, որը որ շատ քչերն են անում։ Ճիշտ է, իրականում այդ պահն է շատ դժվար,
որովհետև այդտեղ քեզ հարմար է, այդտեղ դու բոլորին հարմար ես, հա, ու դու ասում են, եթե մի բան ուզում ես փոխես ու անընդհատ նույն բանն ես անում, ինչը առաջ ես արել, չի լինի փոփոխություն։ Դու պետք է անես այնպիսի քայլեր, որոնք չես արել մինչեդ, որպեսզի ստանաս այն արդյունքը, որ մինչեդ չես ունեցել։ Շնորհակալ եմ շատ բովանդակալից ներկայացնելու համար։ Այո, իրականում սա է խնդիրը ու այն մարդիկ, ովքեր ուղղակի երազում են հաջողակ լինել ու շարունակում են շփվել այն մարդկանց հետ, ում հետ շփվում են մինչեդ, հա, կմնան այդտեղ։ Ասում են, եթե ուզում ես լինես հաջողակ, շփվիր 4 հաջողակ մարդկանց հետ, 5-րդը դու ես լինելու հաստատ։ Այո, երբ փոխում ես քո միջավայրը, քո շրջապատը, հայտնվում ես այնպիսի մարդկանց միջավայրում, ովքեր խոսում են միայն հաջողության մասին, միայն ավտոծրագրի մասին, միայն նպատակների մասին, միայն ֆինանսական ազատության մասին, քո ուղեղը սկսում է ընկալել ուրիշ ինֆորմացիա, փոխանակ, ով ուր գնաց, ով ինչ գնեց, ով ում ինչ նվիրեց, այդ օվերը, այդ ինֆորմացիան փոխում ես ուրիշ ինֆորմացիայի, քո ուղեղը այլևս, ինչպես Լալան ասեց, հաճելի չի այն անցած թեմաները, հա, ու դա է հաջողության հասնելու միակ գրավականը։ Հայաստի ջան, դու ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր ուզում են, լսել են ընկերության մասին, բայց դեռ վախենում են, կասկածում են, ինչ անեն այդ մարդիկ, լավ ուզում եմ, բայց չգիտեմ, վախենում եմ, ինչ խորհուրդ կտաս, հա, դու անցել ես դրա միջով, ինչ խորհուրդ կտաս այդ մարդիկ սկսեն։ Ես օրինակ իմ օրինակով ասեմ, ես ինքս ռիսկի գնացող մարդ եմ։ Ունեմ մի կարգախոս, փոշմանեմ արածիս համար, չփոշմանեմ չարածիս համար։ Գնացեք ռիսկի, հաստատ էս այն տեղը չի, որ կարող եք փոշմանել, ես ինքս անձամբ մուտք եմ գործել այստեղ, նախքան մուտք գործելը այս կազմակերպություն ոչ մի բանից տեղյակ չէ, չգիտեի կազմակերպությունը ինչով է զբաղվում, ինչ գործունեություն է ծավալում, ոնց է դու գումար աշխատում, ոչ մի բանից տեղեկություն չունեի։ Բայց երբ որ արդեն այստեղ մուտք ես գործում, ուսուցանում ես, քեզ այդ կամպանիան դրա հնարավորությունը տալիս է։ Ծանոթանում ես գործունեության հետ, այնքան բաներ ես դու այստեղ տեսնում, այնքան բաներ ես այստեղ սովորում, տեսնում ես ինչ հաջողությունների են քո լիդերները հասել, քո գործընկերները հասել, ու այս կամպանիայի դրական կողմը նաև որ այստեղ բոլորը միմյանց օգնում են, իրար չեն ճանաչում, բայց օգնում են, առաջ ես գնում, որովհետև քո առաջ գնալուց նաև կախված է իրենց առաջ գնալը։ Քեզ հաստատ ոչ մեկ չի թողնի, որ նույն տեղում մնաս, եթե դու ունես ցանկություն առաջ գնալու։ Փորձեք, արեք, ռիսկի գնացեք, հաստատ չեք փոշմանի։ Շնորհակալ եմ։ Հայաստի ասա տեսնեմ ինչ նպատակներ ու երազանքներ ունես ընկերության հետ կապված։ Նպատակներս այս պահին մեծ թիմ հավաքելն է, այստեղ կարիերա բացելը, հնարավոր է նորեկները չհասկանան կոնկրետ դա ինչ է, բայց այդ կարիերային աստիճանների հասնելն է, ինչի չէ նաև մի որոշ ժամանակ հետո ավտոպրոգրամին մասնակցելը, որ տեսնում ես ինչ պարտականություն կա կոնկրետ այդ ծրագրին մասնակցելու, մի պահ ասում ես դու չես կարող դա անել, բայց հետո ասում ես ինչի՞ չէ, պիտի անես, պիտի հասնես քո նպատակին, քո երազանքին ու դու էլ կարող ես։ Նույնիսկ փոքրիկ Հայաստանում արդեն 7 ավտոմեքենա կա ընկերությունից, 7 ավտոմեքենա, ուրեմն ընդ որում մեկը մեր լիդերը, հա մեր ընդհանուր բոլորիս լիդերը, երկրորդ մեքենան է ստացել։ Երկուսը ունի, ուրեմն դա հնարավոր է, եթե մեկը արել է, ուրեմն դու էլ կարող ես անել, եթե դու ուժեղ մարդ ես, իսկ եթե դու հզոր մարդ ես, եթե նույնիսկ ոչ մեկ չի արել, ամեն դեպքում դու նորից կարող ես անել, դու կարող ես առաջինը լինել, դու կարող ես օրինակը լինել։ Մենք ունենք 6 այդպիսի հզոր լիդերներ մեր աչքի առաջ, հա, որոնք իրական մարդիկ են, մենք շփվում ենք, տեսնում ենք ու պատիվ ունենք այսօր զրուցելու այդ մարդկանցից մեկի հետ, ուրեմն ծիծաղելի է մտածել, որ դա միայն իրենք կարող են անել։ Ոչ, եթե դու ունես նպատակ, դու էլ կարող ես անել։ Լալա ջան, դու ինչ հաջորդիվ քո նպատակների
ու երազանքների մասին ընկերության հետ կապված, որտեղ տեսնենք քեզ հաջորդ քայլում, ուր սպասենք, ինչ սպասենք։ Ինձ տեսնելը դա միայն հետևանք կլինի, ինձ գործեցնեք, իմ հաջորդ գործողությունը իմ գործընկերներին ավտոծրագրին հանելն է։ Այսինքն զգան այն, ինչ որ ես եմ զգացել, ունենան այն, ինչը որ ես եմ ունեցել, ունեմ ու կշարունակեմ ունենալ բոլորը, իհարկե այն մարդիկ, ովքեր նպատակ ունեն։ Ես չեմ կարող ստիպել այն մարդկանց, ովքեր չունեն նպատակ, ասել, չէ, արի, մեքենան լավ բան է, կամ արի, այս կարիերային աստիճանը լավ բան է, չէ։ Այն մարդիկ, ովքեր ունեն նպատակ, այդ մարդկանց օգնելու հասնել իրենց նպատակին ու ամենակարևորը իմ գործընկերներին, ովքեր ձգտում են ունենալ, իրենց հասցնել ավտոծրագրին։ Իսկ իմ հաջողությունը կլինի դրա հետևանքը միայն։ Իրենց օգնելու հետևանքը կլինի արդեն իմ հաջողությունը։ Բնականաբար իզուր չի մեր ընկերության լոգոն, երբ որ երկու ձեռք իրար սեղմած, հա, պետք է ես պատմական պահ է, դու էլ լոգոն ենք ցույց տալիս բոլոր նրանց, ովքեր չգիտեն։ Ահա, այսինքն երբ որ օգնեմ իրենց, կշահեմ նաև ես։ Իսկ իմ հաղթանակը կլինի հետևանքը միայն։ Եթե ես մենակ ինձանով նայեմ, ես ունենամ, ես չեմ ունենա։ Ճիշտ ես, Լալա ջան, լիդերին բնորոշ պատասխան, շնորհակալ եմ։ Իրականում նույնիսկ քո այս արդյունքը չէր լինի, եթե դու չօգնեիր քո գործընկերներին։ Եթե նայենք ավտոծրագիրը, իրականում դա քո թիմին օգնելու մասին է։ Սա մեքենայի մասին չէ, հա, մեքենան արդյունքն է, ինչպես Լալան նշեց։ Հետևանքն է այն գործողության, այն նպատակի, ինչ կա, ընկերությունն է դրել։ Դու չես կարող հենց այնպես մենակ քո համար, մենակ դու նույնիսկ մեծ գումարներ դնես, ավտոծրագրին մասնակցես, մենակ ցույց տալու համար, որ դու ուժեղ մարդ ես, որ դու ընկերությունից մեքենա ունես ստացած, դա թիմին օգնելու, զարգացնելու, կամպանիայի գաղափարը գործընկերներին հասցնելու մասին է իրականում։ Սա ուղղակի այն վերևի երևացող մասն է, հա, մեքենան, իսկ խորը իմաստը, գաղափարը ու առաքելությունը դա հետևն է, որ չի երևում ու միայն գործընկերներն են տեսնում, միայն գործընկերներն են հասկանում այս ընկերության մեծ գաղափարի մասին։ Սիրելի հյուրեր, իմ սիրելի գործընկերներ, շատ շնորհակալ եմ ձեզանից, որ ընդունեցիք իմ հրավերը։ Եթե ավելացնելու բան ունեք, խոսք ունեք մեր լսարանին, ովքեր մեզ լսում են հենց հիմա ու հետո կնայեն նաև զապիսը, հա, մեր ուրեմն եթերի, եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ, Հայարպի ջան։ Այստեղ շնորհակալություն բոլոր հետևորդներին ջերմ խոսքերի համար։ Ես ներքևում կարդում էի, այստեղ շատ ոգևորող խոսքեր էին մեզ գրում, անչափ շնորհակալ եմ։ Դա էլ է իհարկե նորեկների համար շատ կարևոր է այդ ոգևորող խոսքերը, որովհետև բնական է բոլորն էլ հենց ամենասկզբից վախ ունեն։ Ինձ թվում է չի եղել այնպիսի նորեկ, որ միանգամից առանց վախի մուտք է գործել ու աշխատել է։ Ինչ որտեղ կա այդ վախը, այդ ոգևորող խոսքերն էլ է շատ պետք այդ ամեն ինչը հաղթահարելու, այդ ամեն ինչը կոտրելու համար, նաև մեր շրջապատին, ովքեր որ մեզ այս պահին թերահավատորեն են վերաբերում, որ դու իրեն առաջարկում ես, քեզ չի վստահում, իրենց էլ ունես ինչ-որ մի բան ապացուցելու, հաստատ կգա այդ օրը, որ կապացուցես։ Շնորհակալ եմ, Լալա ջան, վստահ եմ խոսք ունես, չես կարող չունենալ։ Խոսք ունեմ ու միշտ եմ ունենում, ինչ խորհուրդ կտամ այն մարդկանց, ունեմ նաև շնորհակալություն հայտնելու, դա ամենավերջում, ինչ խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր հենց հիմա այստեղ են ու այն մարդիկ, ովքեր կնայեն ձայնագրությունը, վստահ եմ, որ նայելու են, խորհուրդ կտամ, եթե անգամ այս պահին ընկերության գործընկեր եք, մի հապաղեք, որովհետև հաջողությունը ձեզ չի սպասում, դուք պետք է հասնեք հաջողությանը։ Հաջողությունը չի ասելու, գիտես, օրինակ, չգիտեմ, Արմինե ջան, ենթադրենք, ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկը տեստեղ Արմինե եք, Արմինե ջան, գիտես,
ես այստեղ եմ, սպասում եմ քեզ, դու արի, չէ, դու պետք է հասնես հաջողությանը, այսինքն, եթե անգամ գործընկեր եք հիմա, սկսեք գործել, դուք ուղղակի ժամանակ եք կորցնում, իսկ ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է, որ մենք երբևէ ունեցել ունենք ու կունենանք։ Անցած ժամանակը, որը կորցրել եք, հետ չեք բերելու, լավագույն ժամանակը հիմա է։ Հետո չգիտենք ինչ կլինի, այսինքն ոչ թե ընկերության հետ ինչ կլինի, այլ չգիտենք ինչ ձևով իրավիճակը կզարգանա, հա, այսպես ասեմ։ Դա այն մարդկանց, ովքեր գործընկեր են, ովքեր գործընկեր չեն, հարգելի մեր լսարան, կգա ժամանակը դուք կփոշմանեք այսօրվա համար, որ այսօր որպես գործընկեր չեք եղել մեզ որպես հանդիսատես, հա, այսինքն ուղակի կողքից լսարան եկել եք, լսել եք ու էլի գնացել եք ձեր գործերով, ձեր, չգիտեմ, խոսակցություններով եւ այլն։ Լավագույն ժամանակը հիմա է սկսելու համար։ Սա այն մարդկանց, ովքեր գործընկերներ չեն։ Շնորհակալությունս միշտ հայտնել եմ ու կշարունակեմ հայտնել իմ լիդերներին։ Ու ամենակարևոր ու ամենամեծ շնորհակալությունը իմ այսօրվա փոքրիկ հաղթանակների համար, շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ինձ չեն հավատացել, չեն վստահել ու շարունակում են չհավատալ ու չվստահել, հենց այդ մարդիկ են ինձ ստիպում շարժվել առաջ։ Մի հավատացեք այնքան ժամանակ, մինչև կդառնամ պրեզիդենտ, հետո կարող եք հավատալ։ Շնորհակալ եմ շատ։ Անչափ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար, մի փոքր ավելացում անեմ, շարունակեմ, որովհետև իմ ու Լալայի մտքերը այսպես միշտ նույն տեղ են։ Ու դա է պատճառը, որ մենք այսքան ձգում ենք իրար։ Ճիշտ է, կլինեն մարդիկ, ովքեր կնայեն ու կթերթեն, հա։ Կլինեն մարդիկ, ովքեր կնայեն ու կմտածեն ավդրուկ, հա, իսկ կլինեն մարդիկ, ովքեր կասեն հերթական խաբեությունն է, հերթական 3 խաբեբա հավաքվել էին, զրուցում էին, իբր թե գործ են անում, հա, կլինեն այդպիսիները, դա նորմալ է, դա կյանք է, լավ ու վատ չկա, կա կյանք, շատ սիրում եմ այն արտահայտությունը, որ նմանեցնում են մարդկանց ճանճերի և մեղուների, մարդիկ կան, ովքեր նման են ճանճերի, ամբողջ դաշտում ծաղիկներ են, բայց իրանք կեղտ են ման գալիս ու գնում նստում են այդ կեղտի վրա, հա, դա է իրենցը, ոչ մի լավ բան չեն տեսնում, ծաղիկներին չեն տեսնում, բնությունը չեն, իրենց հետաքրքրում են միայն այդ կեղտը, որ նստեն, դա այդտեղ իրանց հարմար է, բայց կան նաև մեղուներ, ովքեր դաշտում չեն նկատում ոչ մի տեսակի կեղտ, իրանք փնտրում ու գտնում են այն ծաղկին, որից կարող են նեկտար հավաքել ու նստում են հենց այդ ծաղկի վրա, հա։ Նույնը մենք, նույնը մեր լսարանը, նույնը այն մարդիկ, ովքեր կնայեն մեզ կոնկրետ այս պահի համար եմ ասում։ Կլինեն մարդիկ, ովքեր կգան այս ամեն ինչի մեջ վատ բան ու կխոսեն, կգրեն վատ կոմենտարիաներ, կխոսեն վատ բաներից, ոչ մի լավ բան չեն տեսնի այս ամեն ինչի մեջ, բայց վստահ եմ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան, կուզենան ու վերջապես իրենց ուժերը կհավաքեն, համարձակությունը կհավաքեն, գրելու մեզանից յուրաքանչյուրին կամ չունի ում, հա, այստեղ եթերի նպատակը հենց այդ մասին էր, եթերը այդ մասին էր, որ այն մարդիկ, ովքեր դեռ վախենում են, կասկածում են, մտածում են, իրենց մոտ ինչ-որ բան փոխվի, այսօր չփոխվի, վաղը կփոխվի, վաղը չփոխվի, մի ամիս հետո կփոխվի, բայց այդ գիտակցությունը, այդ նախանձախնդրությունը շարժելն է շատ կարևոր, որ իրանց մոտ ստացվել է, ինչի չէ նաև կարող է եւ ունեմ համարձակությունս ու սկսեմ, գրեմ, սկսեմ ինչ-որ բան անեմ։ Սրա մասին էր այսօրվա մեր եթերը, շատ բովանդակալից, շատ ջերմ ու անկեղծ, սիրելի հետևորդներ, սիրելի լսարան, մենք փորձեցինք ձեզ մաքսիմում անկեղծ լինել ձեր հետ, տալ այնպիսի ինֆորմացիա, որը ձեզ կօգնի որոշում կայացնել։ Մեր լիդերը Աշպինե Սարգսյանը այստեղ է մեզ լսում է, միշտ ասում է
Միշտ իմացեք որոշման մասին, նույնիսկ բացասական որոշումը դա որոշում է։ Այնպես որ նույնիսկ եթերից հետո բացասական որոշում լինի ինչ-որ մեկի մոտ, թող լինի։ Թող նրանք լինեն առայժմ, չեմ վախենում այդ բառը ասել, առայժմ այն ճանճերը, որոնք դեռ վատ բան են փնտրում, դեռ ծաղիկներ չեն տեսնում։ Բայց կգա ժամանակ, ամենքս մեր ժամանակին ենք եկել, Լալա Սարգսյանը վստահել է իր ծանոթ ընկերուհուն, Հայաշպին վստահել է իր ինձ կոնկրետ, հա, որ ում ոչ ճանաչել է, ուղղակի ներքին ձայնին վստահելով եկել է ու իր բնավորությունը, որ ավելի լավ է փորձեմ ու չփոշմանեմ, որ չեմ փորձել, հա, այդ սկզբունքով է եկել, իսկ ես Հաշպինե Սարգսյանը լսում եմ ես։ Կան մարդիկ, ովքեր ձիթենիներ են, 4 տարի է հարկավոր, որպեսզի գան այդ գաղափարին, ես էլ ասեմ ու վերջացնում եմ, շատ չեմ բանանի, մի անգամ ես ու իմ լիդերը Հաշպինե Սարգսյանը, ես հրավեր էի արել մի լավ լիդերի, ում կուզենայի, որ շատ էի ուզում, որ ինքը գա իմ մոտ, իմ թիմ գա, բայց ինքը ինձ մերժեց, ասեց, որ դեռ պատրաստ չի, դեռ ժամանակ է հարկավոր, երբ զանգեցի Աշպիին, սենց տխուր մի տեսակ տխրած, հիասթափված, որ սպասելիքներս չարտարացավ, սպասում էի, որ ինքը գալու է, ինքը թիմով է գալու, ու ինքը ինձ մերժեց, Աշպինեն այդ ժամանակ ասեց, նույն գիտես 4 տարի առաջ մի հատ ուժեղ լիդեր կար, ես էլ իրան առաջարկ արեցի, ինքը ինձ մերժեց, ես էլ այդ ժամանակ տխրեցի ու անցավ 4 տարի, ինքը հետո եկավ, մտածում եմ, ուզում էի ասեի, ում մասին ես խոսում, ասեց դա քո մասին եմ պատմում, 4 տարի առաջ եմ քեզ առաջարկել, դու էլ ինձ մերժեցիր, ես էլ տխրեցի, այդ ժամանակ ես էլ էի շատ ուզում, որ դու լինեիր իմ թիմում, բայց անցավ 4 տարի դու նոր եկար, ասեցի, Աշպինե, ուրեմն ես քո ձիթենին էի, 4 տարի պետք էր, որ ես հասունանայի, գայի այդ գիտակցությանը ու սկսեի գործունեություն ծավալել։ Այդ ժամանակ չգիտեմ, 4 տարի առաջ իմ մոտ չկար համապատասխան ֆինանսական գրագիտություն, բացակայում էր ինձ, ես չգիտեի, չէի հասկանում, որ հա, այդ ժամանակ ամեն ինչ լավ էր իմ մոտ, ունեի սեփական բիզնես, զբաղվում էի ցանցային այլ ընկերությունում էի զարգանում, բայց չէի մտածում եւս մեկ ֆինանսական աղբյուր ստեղծելու մասին, չէի հասկանում դա, ունեի համապատասխան գիտելիք, չէի եկել այդ գաղափարին, անցավ 4 տարի ու եկա այն ժամանակ, երբ չունեի ոչինչ, այսպես ասած, հա, բայց եկա, այսինքն այդ ժամանակն էր իմ ժամանակը, այդ պահին հասունացավ ժամանակը, որ ես սկսեմ։ Ինչի համար ենք այս տարբեր պատմությունները պատմում, որ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ դա միանգամից է եղել, որոշել են, եկել են, ես երկար ժամանակ մտածում եմ, կասկածում եմ, չեմ կարող, չեմ հաջողվի այդտեղ, ոչ, ես 4 տարի եմ հետել, 4 տարի անց եմ եկել, ինչի համար զղջում եմ, նայում եմ այն մարդկանց, ովքեր Լալա Սարգսյան, Վական Գրիգորյան, Աշպինե Սարգսյան, հրավեր ստացել եմ այդ ժամանակ, երբ նոր էիք սկսում, դուք սիրելի գործընկերներ, սիրելի հզորներ, գործունեություն ծավալել, նոր էր Հայաստանում ընկերությունը, ես մերժեցի ու հետ եմ ընկել այդքան տարի։ Իմի ձեզ նայում եմ ու մտածում եմ, որ ձեզանից մեկը այսօր արդեն կարող է ես լինել, բայց այս պահին ես դեռ չեմ, բայց որ ձեզ տեսնում եմ, դուք իմ համար օրինակ եք, որտեղ այն մայակներն եք, հա, ում նայում եք, գնում ես, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Շատ երկար կարող ենք խոսել, ես ու Լալան անverջ կարող ենք խոսել, Հայաշպին էլ պակաս, ոչ պակաս, այնպես որ եկեք հարգենք բոլորի ժամանակը, շնորհակալ եմ անչափ, որ ինձ մի ժամ ձեր կյանքից տրամադրեցիք, սա վստահ եմ արդյունք ունենա, նույն ես փոքրիկ երկերով մենք ուզեցինք հասցնել այն գաղափարը, որ պետք է սկսել, պետք է վստահել անկախ այն խաբեություններից, որոնք այսօր կան, գոյություն ունեն ու դեռ շատ կլինեն մեր կյանքում, մեր երկրում, բայց կան ծաղիկներ նաև։ Գտեք այն ծաղիկները, որոնք ձեզ արդյունք կտան ու մի վախեցեք մոտենալ այդ ծաղիկներին։ Շնորհակալ եմ անչափ, սիրելի գործընկերներ, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք մեր լսարանից ջերմ բարեմաղթանքներ ենք ստանում, հաճելի խոսքեր, մեզ գեղեցկուհիներ են անվանում, ես կարդում։ Շնորհակալ ենք շատ, սիրելի
Շնորհակալություն։ Խաղաղություն մեր երկրում, որովհետև առանց դրա մեր բիզնեսը նույնպես զարգանալ չի կարող։ Մեծ բոլորիս ու եռանդ ու հավատ վստահենք մեր Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ Անե ջան։